Ատեղ նիստը Հարգելի պատգամավորներ, ներկաներ, ձեզ եմ ներկայացնում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության գծով հատկացումները, իհարկե ամփոփ ես առիթ ունեցել եմ ներկայացնելու, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության բյուջեն ավելացել է 36.7 միլիարդ դրամով, ընդհանուր կազմելով 325 միլիարդ դրամ, բայց եթե խոսենք միայն տարածքային կառավարման եւ ջրային ոլորտի ոլորտներին հատկացվող բյուջեներին, ապա ինչը քննարկման առարկան է այսօր, պետք է ասեմ, որ այստեղ ունենք մի փոքր նվազում 4.4 միլիարդ դրամով, այսինքն նախագծով առաջարկվում է հաստատել 178 միլիարդ դրամ հատկացում այս երկու ոլորտներին։ Այստեղ հիմնական ավելացումը նախկին կատարողականներից ելնելով մենք որոշակի նվազեցումներ ենք առաջարկել տարբեր միջոցառումների գծով, այստեղ պետք է նշեմ, որ հիմնական ավելացումները տարածքային զարգացում ծրագրով է, որը 10 միլիարդ դրամ է կազմում, այդ 10 միլիարդ դրամից 9 միլիարդ դրամը դա համայնքներին հատկացվող դոտացիաներն են, որոնք հաշվարկվում են ընդհանուր բյուջեի չափի որոշակի համամասնությամբ։ Սա այս մասով, հաջորդը մարզպետի աշխատակազմերն են, այստեղ ինչպես բոլոր պետական մարմիններում, այնպես էլ մարզպետի աշխատակազմերում իրականացրել ենք միասնական մոտեցումներ, տեխնիկական հագեցվածության գումարներ չեն հատկացվել եւ ընդհանուր ապառատային ծախսերը իրենց հասանելիք գումարներից նվազեցրել ենք 4%-ով եւ մարզպետարանների մեծամասնությունում բացառությամբ Կոտայքի մարզում ունենք բյուջեի մի փոքր, ասենք աննշան չնչին նվազեցումներ 1-2 միլիոն դրամի չափով։ Հաջորդը շրջակա միջավայրի նախարարությունն է, այստեղ նախատեսել ենք 15 միլիարդ 358 միլիոն դրամ եւ սա ավել է 2025 թվականի հաստատված բյուջեից 812 միլիոն դրամով։ Պետք է նշեմ, որ մենք հիմա նախատեսել ենք կոպ համաժողովի համար այսպես տեղը զբաղացնելու համար 1 միլիարդ դրամ փող ենք նախատեսել, բայց այստեղ շատ ավելի մեծ գումար պետք է հատկացվի, այդ գումարը գտնվում է պաուստային ֆոնդում եւ տարվա ընթացքում մենք մոտավոր իհարկե գիտենք որքան պետք է հատկացվի, տարվա ընթացքում այդ հատկացումները կիրականացնենք։ Երբ որ բոլոր դետալները, այսինքն ծախսակազմումները մեզ համար պարզ կլինեն, իհարկե որոշ բաներ արդեն պարզ են եւ որի համար նույնիսկ 2025 թվականի համար գումարներ ենք հատկացրել, բայց մնացած լոգիստիկ դետալները ճշտելուց հետո բնականաբար կապահովենք ամբողջ ծավալով ֆինանսավորումը։ Եվ վերջում էկոնոմիկայի նախարարության ծրագրերը, որոնք վերաբերվում են գյուղատնտեսության խթանմանը, այստեղ ունենք գյուղատնտեսության վերաբերվող մի շարք ծրագրեր, այս բոլոր ծրագրերով (2026 թվականի նախագծով նախատեսվում է հատկացնել 39 միլիարդ 382 միլիոն դրամ, որը ավելի պակաս է 2025 թվականի ծրագրից 3 միլիարդ 595 միլիոն դրամով։
Այսքանը, եթե հարցեր կան, կարող եմ պատասխանել։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, հարցեր կան նախարարին ֆինանսական մասով, եթե չկան, ապա եւս մեկ անգամ շնորհակալություն ձեր զեկույցի համար, պարոն Հովհաննիսյան, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը եւ ես նախագահությունը հանձնում եմ պարոն Ղալումյանին, խնդրեմ պարոն Ղալումյան։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ, այժմ մենք կլսենք պարոն Խուդացյանին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության 2026 թվականի նախատեսվող բյուջեն ներկայացնելու համար։ Խնդրեմ պարոն Խուդացյան։